Բարի օր հայրենակիցներ, այն որ մենք ընտրություններին չենք մասնակցում, դրա մասին ի սկզբանե ասել էինք, հետո իհարկե դաշինք կազմելու փորձ արեցինք, բայց քանի որ դաշինքով ոչ մի քաղաքական ուժ համաձայն չէ առաջնահերթություն համարել եւ գնալ դաշինքով, մենք չենք մասնակցում, բայց քաղաքական գործընթացների կիզակետում եղել եմ ավելի քան 60 տարի եւ հիմա էլ անձամբ ես Նաև այն քաղաքական ուժ, որի ես ղեկավարում եմ, կշարունակի իր գործունեությունը։ Այսօր ուզում եմ մի սկզբունքային բան ասել։ Բոլոր գործիչներն ասում են, մենք կփրկենք, մենք էս կանենք, հենք անենք։ Մարդկանց մի մասն էլ ասում է, որ տեսնես ով մեզ կփրկի։ Բայց ի սկզբանե, տեսեք, երբ Աստված ստեղծեց Ադամին, չասեց, ես քեզ կփրկեմ, քեզ կպահպանեմ։ Ասեց դու որոշիր։ Մի իրավունք տվեց, ինքնորոշման իրավունք։ Այլապես Ադամը խնձորը չէր ուտի, գիտեք։ Սատանան կհուշեր օձը, Եվան, այդ բոլորը կարևոր չի։ Ուրեմն տվեց ինքնորոշման իրավունք։ Հիմա Հայաստանյան բոլոր քաղաքական ուժերի մեջ, բոլոր ազգային քաղաքական ուժերի մեջ կա մեկը, որ արդեն 52 տարի անընդմեջ ասում է ինքնորոշում։ Մարդիկ դուք պետք է ինքներդ որոշեք։ Եվ ձեր բարեկամը նա է, ով գալիս է ձեր ինքնորոշման գաղափարը իրականացնելու։ Մենք հասել ենք այն մակարդակին, որ գտել ենք սահմանադրության այն ձևը, որ մարդկանց կամքից անկախ եւ նրանց տիրելու տրամադրված թափթփուկների կամքից անկախ մարդիկ պետք է իրենք որոշեն իրենց ճակատագիրը, ազգին վերաբերող, ազգի մասնակիցներին, քաղաքացիներին վերաբերող հարցերի տերը պետք է լինեն մարդիկ։ Այնպես որ պատահական չէր, որ մենք այդպիսի սրությամբ, այդպիսի վճռականությամբ դնում էինք բացարձակ ժողովրդավարության սահմանադրության հարցը։ Մանավանդ հիմա, երբ այս թափթփուկները լրիվ ձախողվել են, ու սուտը ստի հետևից են ասում, տեսեք, նախագիծ են պատրաստել, առանձին իրենց կուսակցությամբ են քննարկում, ազգին վերաբերող նախագիծը, այդպիսի այլանդակություն մարդկության պատմությունը չգիտի։ Երկրի վարչապետը համարձակվում է որոշել, որ պետք է նոր սահմանադրություն գրենք, պիտի բարեփոխում անենք, պիտի չլինի այս ինչ բանը, դու ով ես։ Ամենավերջին տականքն ու սրիկան անգամ այդպեսի բան չեն համարձակվի ասել։ Ուրեմն, մարդիկ, նա ով ձեզ հնարավորություն չի տալիս, կամ չի աշխատում ձեզ ձեր ճակատագիրի ինքնուրույն տնօրինելու հնարավորություն տալ, նա հերթական Նիկոլն է։ Հետո ինչ որ ձեր շրջապատում կան տգետ մարդիկ, անասունի մակարդակի մարդիկ, որ ասում են տեսնես մեզ ով կփրկի։ Աստված ձեզ ստեղծելիս ասել է, դուք պիտի որոշեք, դուք եք ձեր փրկիչը։ Ես կանոններն եմ տալիս, Աստված այդպես է ասում, մնացած դուք որոշեք։ Հիմա դուք ընկել եք ուրիշ բանի հետևից։ Փառք տվեք Աստծուն, որ հայ ազգը ունեցել է այս կազմակերպությունը, որը ձեզ մի անգամ հասցրեց անկախության, հիմա էլ ուզում էր հասնել ամենակարևոր բանին, ինքնորոշման իրավունքի ամրագրմանը։ Բայց Աստված բոլորիս պահապան։